Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք դդմիկով շատ համեղ ճաշ, որը պատրաստվում է շատ արագ և վիտամիններով հարուստ է։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես թավան տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք 30 գրամ կարագ, 2 ճաշի գթալ բուսայուղ և ավելացնում ենք 1 մեծ գլուխ սոխ, մանր կտրտած։ Խառնում ենք և մի փոքր տապակելուց հետո ավելացնում ենք լոլիկը։ Լոլիկը նախապես կեղևահանել եմ, կտրտել և հետո ավելացրել։ Մի փոքր խառնում ենք, կափարիչը վրան ենք դնում և կթողնենք մնա 5 րոպե։ Այնուհետև պետք է ավելացնենք սխտորը։ Ավելացնում ենք 3 պաճ սխտոր, մանր կտրտած։ Խառնում ենք և ավելացնում ենք պղպեղը։ Իմ մոտ փոքր պղպեղներ են, 4 փոքր պղպեղները կտրտել եմ և ավելացրել։ Այնուհետև թողնում ենք մնա 5 րոպե և ավելացնում ենք 2 միջին չափի կարտոֆիլ, նախապես կեղևահանած, լվացած, այնուհետև ավելացնում ենք զանգվածին։ Կթողնենք մնա մի քանի րոպե կափարիչը փակ և հետո կավելացնենք տոմատի մածուկը բացած ջրով։ Սովորաբար 1 ճաշի գթալ տոմատի մածուկին ավելացնում եմ 100 մլ եռման ջուր, այնուհետև խառնում ենք և կավելացնենք եռման ջուր, 300 մլ եռման ջուր ենք ավելացնելու և թողնելու ենք եփվի այնքան ժամանակ, մինչև որ կարտոֆիլը լավ եփված կլինի։ Երբ որ տեսնում ենք, որ կարտոֆիլը լավ եփվել է, այնուհետև պետք է ավելացնենք դդմիկները։ 1 մեծ չափի զուգինի տեսակի դդմիկը նախապես կեղևահանել եմ և կտրտել և հիմա ավելացրեցի մյուս զանգվածին։ Մի լավ խառնում ենք և կթողնենք 10 րոպե, այնուհետև պատրաստ կլինի մեր համեղ ճաշը։ 10 րոպե հետո ավելացնում ենք 1 թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ սև պղպեղ և նաև ավելացնում ենք 1 թեյի գթալ կարմիր պղպեղ և մի լավ խառնում։ Մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը չենք ավելացնում դդմիկը, որովհետև դդմիկը շատ արագ է եփվում, պետք է կարտոֆիլը եփված լինի, նոր ավելացնում ենք դդմիկները։ Հիմա կավելացնենք կանաչիները, իմ մոտ համեմ է մաղադանոս և սամիտ։ Շատ համեղ բուրմունք ունի այս ճաշը, պատրաստեք սիրելիներս այս բաղադրատոմսով, արդեն իսկ պատրաստ է և մնում է տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ։ Եթե ձեռքի տակ ունեք դդմիկ և ցանկանում եք պատրաստել շատ արագ, համեղ և վիտամիններով հարուստ ճաշ, ապա այս տարբերակը հենց ձեր համար է։ Շնորհակալություն ձեր դիտումների, լայքերի և մեկնաբանությունների համար։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր համեղ բաղադրատոմսերով։